Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան պահանջելով Միքայել Մարգարյանից ներողություն խնդրել, նաև 1 միլիոն դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Հայցադիմումի պատճառը եղել է մարտի 26-ին Ազգային ժողովի շենքի մոտ քաղաքացու արված հայտարարությունները։ Հայցը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին։ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Դանակահարվել է 8 համարի երթուղայինի վարորդը ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի Հալաբյան փողոցում 8 համարի երթուղայինի վարորդին դանակահարելու դեպքի առնչությամբ, ըստ որի նախնական տեղեկություններով վեճ է ծագել ուղևորի եւ վարորդի միջև։ Ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում եւ դանակով հարված է հասցրել վարորդին։ Երթուղայինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են։ Անօրինական միգրացիա $42,000 դիմաց քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Պարզվել է, որ Հայաստանի քաղաքացիներ ԱԱ-ն, ԿԻ-ն եւ ՀԹ-ն նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթերի եւ տեղեկությունների օգտագործմամբ $42,000 դիմաց կազմակերպել են ՍՅԻ եւ ԱՅԻ ելքը Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մուտքը եւ օտարերկրյա պետությունում գտնվելը, մասնավորապես Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության ստացումը։ Այնուհետև ՍՅ-ն եւ ԱՅԻ-ն Միացյալ Նահանգներ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4-րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել Միացյալ Նահանգներ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։ Դեպքի առթիվ ԱԱ-ի, ԿԻ-ի եւ ՀԹ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսելով Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի ենթադրյալ խախտումների մասին ասել է, որ քրեական վարույթ չունեն։ Մենք ունենք գործեր, որոնք իրացվում են, հրապարակվում են, ձեր նշած դեպքով մենք քրեական վարույթ չունենք։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է Արթուր Նահապետյանը։ Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից, նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել։ Դրա մասին հաղորդում է ստացվել քննչական կոմիտե, որի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մարզահամերգային համալիրին հարող այգու տարածքում ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի։ Ըստ տեղեկությունների քաղաքացին հանկարծամահ է եղել։